Ողջույն բոլորին, ժողովուրդ ջան, ես ընդհանրապես այս ֆորմատի վիդեոներ շատ քիչ ունեմ նկարահանած, ալիքում, երևի ամենասկզբում կար մի քանի հատ, այն ժամանակ էլ դեռ կամերայից, այսպես ասած, մի քիչ քաշվում էի, չնայած հիմա էլ 100%-անոց չեմ, բայց ես ինքս տարբերություն զգում եմ։ Ալիքիս անունը որոշել եմ փոխեմ, որովհետև սովորական տղայի կյանքը իհարկե շատ, այսպես ասած, ինձ հոգեհարազատ է շատ այդ վերնագիր ու իր հետ կապված ամեն ինչը, ուղղակի գալիս է պահ, որ շփվելով ծանոթանալով տարբեր մարդկանց հետ, հասկանում ես, որ այդ սովորականը այդքան էլ սովորական չես։ Այսինքն գալիս է հասկացողություն, որ այն ինչ որ քո համար սովորական է, մեծամասնության ու շատերի համար այդքան էլ սովորական չի։ Այսինքն տարբերությունը արդեն զգում ես։ Ու դրանից հետո որոշեցի, որ ճիշտ կլինի ուղղակի լինի իմ անուն ազգանունով, Արամ Խաչատուրյան։ Երևի այդպես էլ կթողնեմ, մինչև դեռ ալիքը կա։ Իսկ հենց ինչի է ամենասկզբից դրել սովորական տղայի կյանքը, որովհետև դեռահաս տարիքում, այն ժամանակ հիմա շատերը կհիշեն, ես կասեի, կարող է բոլոր հիշեն, ովքեր հիմա իմ ալիքը դիտում են, մեր հայ ամենահզոր рэպերներից հետո Հայկոն ուներ մի երգ, որի մեջ սովորական բառը շատ էր շեշտվում, սովորական տղա, սովորական կյանք եւ այլն ու այդ երգը իմ մեջ այսպես ասած տպավորվել էր ու երբ որ եկավ արդեն ժամանակը որ որոշեցի բացեմ ալիք, հենց անունը որոշեցի դրեմ սովորական տղայի կյանքը, այսինքն ինչպես որ մտածում է, ինչպես որ ապրում է, ինչ ապրումներ որ ունեի բոլորը չէ, բայց մեծամասնությունը փորձում էի կիսվել ձեր հետ, որ ոչ երևայ շատ, չգիտեմ, վախկոտ, ոչ երևայ շատ դուխով ինչ որտեղ, ոչ ես, ոչ են, փորձում էի բալանսի վրա պահելով մաքսիմալ անկեղծ, ուրեմն լինեի տեսանյութերի մեջ, այնպես ինչպես որ կամ նաև իրական կյանքում։ Ալիքի փոփոխության հետ միասին նաև կարծում եմ կլինեն փոփոխություններ հենց ֆորմատի հետ վիդեոյի, այսինքն ամեն ինչ ավելի կլրջանա, կունենամ շատ մեծ հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, որտեղ ինձ ինքս հետաքրքիր են այդ մարդիկ ինչպես են մտածում, ինչպես են հասնում տարբեր նպատակների, ինչպես են ապրում, անգամ ինչպես են սնվում, որովհետև հիմա շատ ակտուալ է դարել այս վերջերս, օրինակ ես հետևում եմ Գերման Ստերլիգովի վիդեոներին, ընդհանրապես նրա կյանքին ու նա շատ մեծ քարոզչություն է անում այն ուղղությամբ, որ հիմա ընդհանրապես քաղաքում մարդ ինչքան էլ գումար ունենա, խանութից սուպերմարկետից առողջություն առնելը գնելը հնարավոր չի հիասելով, քանի որ անգամ ցորենը որ առնում են, այսինքն որ հացը թխվում, ցորենը այնտեղ որտեղ պահվում է մեծ քանակությունով արդեն իսկ սրսկվում է քիմիայով, որպեսզի չփչանա եւ դա աղվելու ընթացքում, երբ որ աղում են ցորենից ստանում են ալյուր, այդ քիմիան արդեն ընկնում է, այսպես ասած, ցորենի հումքի մեջ եւ հացը արդեն իսկ, այսպես ասած, լիարժեք հաց չի։ Այն հացը չի, որի մասին որ գրված է Աստվածաշնչում, որ հացը բուժում է մարդուն։ Укрепляет сердце и душу, по-моему, եթե չեմ սխալվում, սենց է գրված էլի։ Ու սենց շատ դա գիտեք, որ կաթնամթերքն էլ մեծամասնությունը Գերման Ստերլիգովի ասելով ամբողջը, ընդհանրապես ոչ քիմիական բան հնարավոր չի գնել։ Ու ինձ հետաքրքիր է էլի այդ միտքը իրոք ամեն ինչ այդքան վատ է, թե ուղղակի կարող է ինքը փորձում է բիզնես անել, քանի որ ինքն էլ իր մոտի ուրեմն այն ինչ որ արտադրում է, նաև որոշ քանակությամբ նաև վաճառում է,
բայց իր ասելով ինքը վաճառում է շատ քիչ։ Վաճառում է միայն այն, ինչ որ արդեն ավելանում է, այսինքն այն, ինչ որ իրանք չեն օգտագործել, լինի մեղր, լինի պանիր, լինի հաց, ու վաճառում է բավականին թանկ գներով։ Բայց ես տեսնելով իր խոսալը ու իր ինտերվյուները ու իր վարած կյանքը ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ ամեն դեպքում այդ ամեն ինչը միայն բիզնեսի համար չի անում, քանի որ ինքը իրեն համարում է քրիստոնյա եւ շատ բաներ ասում է Աստվածաշնչից։ Այս ակտուալը հիմա կարող է միայն իմ համար, կամ եթե մարդիկ կան, ովքեր նույնպես մտահոգված են այս թեմաներով, շատ հետաքրքիր կլինի տեսնել նաեւ կոմենտների մեջ, ինչ եք մտածում սրա հետ կապված, այս նրա համար չեմ ասում, որ էլի այնքան որ կոմենտները ավելանան, որ նաեւ ավելանան դիտումները, իրոք հետաքրքիր է։ Կան այնպիսի մարդիկ, ովքեր լսել են, գիտեն Սթերլիգովին եւ ընդհանրապես ինչ են մտածում կապված մեր առօրյա սնունդի հետ։ Մյուսը նաեւ հետաքրքիր է, ինչպես է ազդում սպորտը մեր մարմնի վրա, եթե մենք արդեն իսկ սնունդը սխալ ենք ստանում, այսինքն եթե այդքան քիմիա ենք ուտում ու սպորտից հետո ես ինձ վրա եմ զգացել, որ չեմ կարողանում լիարժեք, այսպես ասած, հանգստանալ, մկաններս չեն հանգստանում ու աճը տեղի չի ունենում։ Ես մոտավոր մի տարուց ավել արդեն կլինի, որ ստաբիլ պարապում եմ, դրանից առաջ եմ պարապել, բայց նենց կարող է որոշակի ժամանակով թողնել պարապմունքս, բայց հիմա ստաբիլ անցած տարվա ուրեմն հունվարից մտել եմ պարապմունքի դինամո, ինչպես որ գիտեք, ու մի տարի պարապում եմ առանց քիմիա, առանց ինչ-որ սրուսկումների, տրենբալոն եւ այլն, բայց ինձ վրա աճ չեմ զգացել, էլի։ Փորձել եմ նաեւ կրեատին, պրոտեին, նույնպես չեմ զգացել աճ, հիմա կարող է իմ մարմնի կառուցվածքով տղաները իմ քաշերի կեսը անեն։ Ես հիմնականում ինձանից շատ ավելի քաշով ու ավելի մեծ տղաների հետ եմ պարապում, որտեվ քաշայինս իմ բավականին բարձր է, բայց ինձ վրա դա չի երևում։ Մարդիկ ասում են դա ուղղակի գենետիկայից է, մարդիկ ասում են սնունդից է, բայց ես էլի ավելի հակված եմ հենց սնունդի վրա, որովհետև շատ տղաներ եմ տեսել օրինակի համար, ովքեր որ ինձանից դաժե ավելի նիհար են եղել ժամանակին, բայց հիմա բավականին տարբերություն կա իրենց մոտ։ Հնարավոր ես որ աշխատում եմ նաև, այսինքն պարապմունքից հետո չեմ գնում տուն, պարկում հանգստանում, այսպես ասած, ես անընդհատ օրվա ընթացքում շարժի մեջ եմ, ես պարկում հանգստանում մենակ երևի գիշերը քնելուց։ Էդ էլ ոչ միշտ։ Հնարավոր է դա է։ Ամեն դեպքում ես այդ սնունդի պահով իրոք մտահոգված եմ ու մեղր եմ ուզում գտնեմ քաղաքում, չեմ կարողանում, մաքուր մեղր։ Այնպիսի մեղր, որ վստահ լինեմ, որ մեղվաբուծը շաքար չի կերակրել 1, չի սրսկել մեղուներին քիմիայով 2 եւ փեթակները, որ պլաստմասից չեն, այլ հենց փայտից են 3։ Եվ որ ծաղիկները, որտեղ որ մեղուները գնում են, քիմիայով վարակված չեն։ Այդպիսի մեղր գտնել գրեթե անհնար է։ Եթե նույնպես ունեք մարդիկ, ովքեր վաճառում են իսկական մեղր, ինձ նաև հետաքրքրում է ծաղկեփոշին, որը որ չեմ կարողանում գտնել։ Պրապոլիսն եմ նաև ուզում գտնեմ, որը նույնպես բարդ է, իսկական պրապոլիս էլի։ Այսինքն դա կարող է վաճառի այնպիսի մարդ, ով ոչ թե զբաղվում է բիզնեսով, այլ ունի փեթակներ, պահում է իր համար եւ այն ինչ որ չի օգտագործելու, բավականին հնարավոր է թանկ գնով վաճառի։ Իդեպ վերջերս ծանոթացա մի երիտասարդի հետ, ուրեմն ով Aclor AM սայթի հիմնադիրն է ու վաճառում է միայն բնական սնունդներ։ Իր մոտից պետք է փորձեմ անպայման, իդեպ ձեզ եմ խորհուրդ տալիս, դուք էլ փորձեք, կարող է իր հետ ծանոթանալուց եւ շփվելուց հասկացա, որ բավականին անկեղծ տղա է, ինձանից տարիքով ահագին փոքր էր, բայց խորացված է այս ամեն ինչի մեջ ու բավականին գիտելիքներ ունի նաեւ կապված սնունդի հետ, այսինքն միայն վաճառող չի, էլի, գնում է, խորանում է, հետաքրքրվում է, հարց ու փորձ եւ այլն,
պետք է որ ահագին որակով լինի իր մոտ, դեռևս չեմ փորձել, վերջերս եմ իր հետ ծանոթացել, բայց կարծում եմ, որ պետք է որ համեմատած ու հուսով եմ նաև համարյա 100%-անոց մաքուր ու բնական հումք ու ուտելիք լինի իրենց մոտ։ Այսպեսով այս վիդեոն կուզենամ որ այսօր լինի ուղղված սնունդին, քանի որ շատ կարևոր է մարդ ինչա ուտում, ինչպես է սնվում, դա նաև ազդում է իր հոգեվիճակի վրա, բնավորության վրա դաժե, տրամադրության վրա, հետագա կյանքի վրա։ Այս հարցը ինձ իրոք մտահոգում է ու հետաքրքիր է կան նաև մարդիկ, ովքեր իրոք մտահոգված են ու մտածում են ինչպես գտնել ինչ-որ ճիշտ լուծում այս ամեն ինչին։ Կհանդիպենք շուտով, հուսով եմ լավ նորություններով կտեսնենք։ Սովորական տուն, սովորական ընտանիք, սովորական փողոց ու սովորական հետը, սովորական փող, սովորական գործ, արտասովոր միտք, բայց սովորական խոսք, սովորական քաղաք, սովորական մարդ, սովորական հայտախազ, սովորական հետը